արդյոք Նիկոլ Փաշինյանը ձեզ տալու է իշխանություն, որ գնաք ձեր ծրագրերը կյանքի կոչեք։ Սխալվում եք, հանրությունը ամեն ինչ տեսնում է։ Կա կարծիք, որ ուժեղ Հայաստանին շատ ավելի հեշտությամբ կտրվեր 50+1-ը, եթե քաղաքական խաղից դուրս գար երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ես ունեմ տագնապի զգացում։ Ինչու հայտնվեցիք քաղաքական ակտիվ պայքարի մեջ։ Ուժեղ Հայաստանը ցկտում է, գնում է եւ վստահ է հաղթանակի մեջ։ Բարի երեկո հարգելի հետևորդներ, Արմաթ մեդիայի եթերում հարցազրույցն է, ես Աղավնի Սուքիասյանն եմ եւ այսուհետ երկուշաբթի ծուրփաթ ձեզ հետ հանդիպելու ենք այս տաղավարում քննարկելու Հայաստանի ներսում եւ աշխարհում ընթացող զարգացումները։ Եվ սիրով ներկայացնում եմ տաղավարի իմ առաջին հյուրին, Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ, падգամավորի տեխնացու Արամ Վարդևանյանին։ Բարի երեկո, պարոն Վարդևանյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Վարդևանյան, քարոզարշավի 28 օրից 11-րդ օրն այսօր է, եւ ըստ էության 11 օր է քաղաքական ուժերը գետնի վրա ուղիղ շփումներ են ունենում քաղաքացիների հետ։ Սովորաբար քաղաքական ուժերը միջև քարոզարշավը սկսելը ավելի շատ խոսում են իրենց հրամցված սոցիոլոգիական հարցումների տվյալների մասին, բայց հիմա գնում եւ ուղիղ քաղաքացիների հետ հանդիպում են։ Ինչ պատկեր են արձանագրում։ Ես կարող եմ ասել, որ գրեթե բոլոր հանդիպումներին ինքս նաև մասնակցում եմ մեր թիմակիցների հետ միասին եւ շատ կարեւոր մի արձանագրում ունեմ։ Մենք տեսնում ենք, որ մեր հայրենակիցների մոտ կրկին արթնացել է հույսը։ Գիտեք, 2021 թվականի ընտրությունները կարելի էր մարմնավորել որպես հույսի ընդհանրապես բացակայության ժամանակահատված, որտեղ օրվա իշխանությունները նույնիսկ իրենց նախընտրական որպես քարոզչական հնարք մատուցում էին այն, որ ապագա կա։ Դա խոսում է նրա մասին, թե ինչ աստիճան էր հանրային ընկալումը։ Եվ երբ այս 5 տարիները ցույց տվեցին, որ նույնիսկ այդ խոստման մասով իրենք հետևողական չեղան, մարդկանց պետք էր մի նոր լիցք ստանալ, հույս տեսնել։ Եվ այո, այդ հույսը տեսնում ենք մարդկանց աչքերում։ Մենք տեսնում ենք, որ մարդիկ իսկապես ուզում են փոփոխություն։ Մարդիկ կարծես արդեն ասում են, որ բավական է այս ամենը։ Իսկապես փոփոխություն է պետք։ Եվ երբ մենք ներկայացնում ենք այն ծրագրերը, որոնք մենք պատկերացնում ենք, որոնց մի մասը պետք է կարճաժամկետ հեռանկարում իրականացվի անհապաղ, մի մասը 5 տարիների ընթացքում, եւ ընդգծում ենք, որ դրանք բոլորը երաշխավորվել են Սամվել Կարապետյանի կողմից, մենք տեսնում ենք, որ իսկապես արձագանքը հանրության այնպիսինն է, որ մենք գնում ենք հաղթանակի։ Տեսեք, պարոն Վարդևանյան, դուք ներկայացնում եք մի քաղաքական ուժ, որը 8 ամսվա ընթացքում կարողացավ Հայաստանի ընդդիմադիր դաշտում այնպիսի տրանսֆորմացիա ապահովել, որ միանգամից դարձավ առաջատարը։ Հիմա Ուժեղ Հայաստանը ընդդիմադիր դաշտում առաջատար ուժ է եւ այս առումով ձեր ուժի հանդեպ կա քննադատություն փոքր ընդդիմադիր բևեռների կողմից, որ դուք գնում եք դաշտի մոնոպոլիզացման եւ թույլ չեք տալիս, որ իրենք եւս կարողանան այնպիսի պայքար մղեն, որ հաղթահարեն այդ անցողիկ շեմը եւ հասնեն խորհրդարան։ Չեմ կիսում այդ կարծիքը բնավ, նաև ուզում եմ ընդգծել, որ Ուժեղ Հայաստան կուսակցությունը մասնակցում է դաշինքի ձևաչափով, ինչը եւս կարևոր է, քանի որ ի սկզբանե նաև հենց Սամվել Կարապետյանի կողմից այդ հայտարարությունը տարածվել էր, որ մենք մաքսիմալ փորձում ենք համախմբել նաև ընդդիմադիր դաշտը, այնքանով, որքանով դա հնարավոր է։ Նորմալ է, որ նաև ամբողջական ընդդիմադիր դաշտի համախմբում չէր կարող լինել։ Յուրաքանչյուրը ունի իր մոտեցումները եւ իր պատկերացումները։ Կարող եմ օրինակ ասել, որ այն ծրագրային մոտեցումները, որը ներկայացնում է Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը, որևէ մեկ այլ ուժի հետ նույնական չէ, որևէ մեկի, ավելին, այն ծրագրերը, որոնք ներկայացնում է Ուժեղ Հայաստանը, կարող է իրականացնել հենց միայն Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը։ Տեսեք, օրինակ մենք ասում ենք, որ Սփյուռքի ներուժը պետք է կրկին կարողանանք վերադարձնել Հայաստան։ Ով եթե ոչ հենց Սամվել Կարապետյանն է մարմնավորում այդ ռեֆորմը։ Երբ մենք ասում ենք, որ պետք է ստեղծվեն 300,000 աշխատատեղեր, ով եթե ոչ հենց Սամվել Կարապետյանը եւ իր գործարար կապերը,
որոնք միջազգային բնույթի են։ Ի վերջո մենք խոսում ենք Forbes-ի ցուցակում արկա մեր հայրենակցի մասին, ով այլևս իր ողջ ներուժը ծառայեցնելու է Հայաստանի Հանրապետությանը։ Մենք խոսում ենք օրինակ, որ պետք է ստեղծվի մի լրիվ որակապես նոր ձևաչափ պետություն մասնավոր համագործակցության։ Դա հիմնադրամներն են, կոնկրետ մի քանի թիրախային ոլորտով՝ տուրիզմի ոլորտ, դեմոգրաֆիական ցուցանիշների հետ կապված խնդիրների հաղթահարման ոլորտում առանձին հիմնադրամ կամ նույն ծայրահեղ աղքատությունը վերացնելուն ուղղված հիմնադրամի ստեղծումը։ Պատկերացրեք, այդտեղ պետությունը շատ փոքր, չնչին մասնակցություն է ունենում, իսկ մնացյալը դա մասնավոր ոլորտի կազմակերպությունների մասնակցությունն է։ Պարզ է, չէ՞ որ դա էլ կրկին Սամվել Կարապետյանն է եւ իր գործարար կապերն են։ Տեսեք, պարոն Վարդևանյան, երբ դուք գնում եք գյուղերում քարոզարշավի եւ մարդկանց հետ խոսում եք սոցիալական խնդիրների հաղթահարման ձեր առաջարկած տարբերակների մասին, Նիկոլ Փաշինյանն էլ է խոսում այդ մարդկանց սոցիալական խնդիրների հաղթահարման իր տարբերակների մասին։ Կոնկրետ օրինակով խոսենք։ 2021 թվական մայիս-հունիս ամիսներ քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագիր։ Այդ ժամանակ աղքատության ցուցանիշը Հայաստանի Հանրապետությունում շուրջ 27-28% էր։ Նախընտրական խոստում ՔՊ-ի կողմից 2 անգամ այն կրճատել։ Այս 5 տարվա ընթացքում աղքատության ցուցանիշը նվազել է 3-4%-ով։ Հանրությունը գիտի սրա մասին, գիտի։ Օրինակ, հերթական մեկ այլ խոստումը, քիչ մասշտաբի մեջ իհարկե համընկնող չէ, բայց օրինակ, որ Հայաստանում պետք է լինի պղնձաձուլարան։ Մենք օրինակ Սյունիքի մարզում այցի ընթացքում ման էինք գալիս պղնձաձուլարանը, չգտանք։ 5 տարվա ընթացքում խոստումներից մեկն էր։ Եվ իդեպ ռազմավարական առանցքային բնույթի, հավելյալ արժեք ստեղծող, իր էության եւ ձևի մեջ։ Իդեպ նաև խոսում էին ծայրահեղ աղքատությունը վերացնելու մասին։ Մենք այս պայդրությամբ ունենք 30,000-ից ավելի թեր սնված մեր հայրենակիցների։ Սա իսկապես 21-րդ դարում Հայաստանի Հանրապետության պոտենցիալի պայմաններում սա ողբերգություն է։ Իրականում, եկեք անձնիվ լինենք, մեր Հայաստանի Հանրապետությունը այնպես չէ, որ բնական պաշարներով հատուկ հարուստ երկիր է, բայց մենք ունենք մի հարստություն, որից որևէ մեկը չունի, որևէ այլ ազգ չունի, դա մեր հայրենակիցներն են։ Ի վերջո Սփյուռքի մեր ֆենոմենը ինչումն է, չէ՞, մենք ունենք հայրենակիցներ, եկեք անունը դնենք 10 միլիոն մեր հայրենակիցներին, հա, որոնք աշխարհի տարբեր երկրներում կարողանում են հավելյալ արժեք ստեղծել, հաջողություն արձանագրել, որովհետև ոչ թե հատուկ պետք է պաթոսով սա ասել, իսկապես մենք տաղանդավոր ազգ ենք։ Նիկոլ Փաշինյանն ասում է, Սփյուռքի հետ հայրենակիցները խնդիր են, որովհետև իրենք Սփյուռքից գալիս են Հայաստան ու խոսում են պատմական հայրենիքի մասին, դա էլ բերում է այս ժողովրդի գլխին պատերազմ։ Ես կարծում եմ, դա միայն իր կարծիքն է այդպեսին։ Մենք Սփյուռքի ներուժը պետք է օգտագործենք ոչ թե այն տրամաբանության, որ իրենք նվիրատվություններ անեն եւ այլ որ իրենք զգան Հայաստանում ինչպես իրենց ամենաապահով տանը։ Սա իդեպ Սամվել Կարապետյանի ուղերձներից մեկն էր։ Եվ իհարկե դա անհրաժեշտություն է։ Գիտեք, շատերն են չէ խոսում Իսրայելի մոդելի մասին։ Չէ՞ որ Իսրայելը հենվում է իր Սփյուռքի վրա։ Եվ այդտեղ այդ դիալեկտիկ կապը առավել արդյունավետ աշխատում, իսկ մենք ունենալով այդ ներուժը հեռացրել ենք Սփյուռքին Հայաստանից։ Եվ դա արել է իհարկե օրվա իշխանությունը, որտեղ այսպիսի իրավիճակ Սփյուռքի հետ հարաբերություններում երբևէ չի եղել, երբևէ։ Պարոն Վարդևանյան, դուք տեսեք, որքան ժամանակ է ներկայացնում եք ձեր ծրագրերը, դրանց հենքը տնտեսությունն է։ Այո։ Ինչու է այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը ձեր շարժմանը եւ ձեր մղած պայքարին տալիս աշխարհաքաղաքական կոնտեքստ։ Դրանից ինքը ինչ է շահում։ Ես կարծում եմ, որովհետեւ ընդհանրապես հակադարձելու որևէ բովանդակային դրույթ օրվա իշխանությունները չունեն, որովհետեւ իրենք այս 5 տարվա մեջ իրենց բոլոր խոստումները տապալել են։ Իդեպ աշխարհաքաղաքական կոնտեքստի հետ կապված խնդրում եմ հնարավորություն ունենաք 2021 թվականի նախընտրական քարոզարշավի որոշ տեսանյութերը, որ ուսումնասիրեք, Նիկոլ Փաշինյանը խոսում էր Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների ինտենսիվացման մասին, ամրապնդման մասին։ Իհարկե հիմա էլ է սկսել խոսել, ուղղակի կարծես իրավիճակը մի քիչ այլ է, ու հերթական իր խոստումն է, որը ինքը դրժել է։ Հասկանում եք, այստեղ աշխարհաքաղաքական կոնտեքստի ընդհանրապես հարց չկա։ Սամվել Կարապետյանը տնտեսական գործունեություն իրականացրել է աշխարհի տարբեր երկրներում, այո, նաև Ռուսաստանում, նաև Կիպրոսում, նաև Հունաստանում, նաև Էմիրություններում, նաև Ֆրանսիայում եւ այսպես շարունակ։
Դրա մեջ բովանդակություն չկա, բայց ինչի ենք մենք խոսում տնտեսական օրակարգի մասին։ Եկեք ընդունենք ինքնիշխանության, ցանկացած երկրի ինքնիշխանության առաջնային կարևորագույն տարրերից մեկը դա հասարակության բարեկեցությունն է։ Այն հասարակությունը եւ պետությունը, որը իսկապես բարեկեցության խնդիրը լուծել է, այն անկախության եւ ինքնիշխանության առավել բարձր մակարդակ ունի։ Փաշինյանն ասում է, ես էլ եմ այդ կարծիքին, 10,000 դրամով թոշակ եմ ավելացրել ծերերի համար։ Ընտրություններից մեկ ամիս առաջ, այսինքն մեր թոշակառուները կարող էին 2021 թվականին, 2022 թվականին, 23 թվականին ունենային ավելի բարձր կենսաթոշակ, բայց Նիկոլ Փաշինյանը ունենալով այդ հնարավորությունը դա չէր անում։ Իդեպ տնտեսական ցուցանիշների, այսպես ասած, հատուկ հեղափոխական շարժ չի եղել։ 2022-ից մինչ օրս համանման դինամիկ իրավիճակ է պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով։ Դա բոլորը գիտեն, իրենք էլ շատ լավ գիտեն։ Իդեպ այդտեղ էլ առավել քան մեծ հնարավորություններ կար հավելյալ արժեք ստանալու, որը հերթական անգամ մսխվեց։ Այսինքն աշխարհաքաղաքական կոնտեքստ տալու նպատակը ձեզ որն է իշխանության կողմից։ Փորձում են դրանով իբրև հակադարձումներ ներկայացնել։ Այդ հակադարձումների ճանապարհը չի փակում այն, որ Սամվել Կարապետյանն ասում է, որ ես կհրաժարվեմ Ռուսաստանի եւ Կիպրոսի քաղաքացիությունից։ Կարծում եմ, այո, եւ ես կարծում եմ նաեւ հանրության հետ շփումներում այդ հարցը սպառված է, որովհետեւ այսքան շփումների պայմաններում մեր հայրենակիցները վանկարկում են Սամվել վարչապետ եւ դեռ որևէ մեկից հատուկ մտահոգություն այդ հարցի շուրջ ես չեմ տեսել։ Դա արհեստական գեներացվող հերթական թեմաներից մեկն է քաղաքացիության հարցը։ Քաղաքացիության հարցը կամ որոշակի աշխարհաքաղաքական կապերի տեսանկյունից հարցը։ Պարզը չէ, որ մեր հանրությունը ցանկանում է մեկ բան՝ ունենալ բարեկեցիկ հասարակություն, որին արժան է եւ որը երաշխավորում է Սամվել Կարապետյանը, նույն 300,000 աշխատատեղերը ստեղծելու, նույն հարկային ռեֆորմի տրամաբանության, որ փոքր եւ միջին բիզնեսը հարկային տերորից զերծ մնա, ունենա 0% հարկային պարտավորություն։ Գալով պարոն Կարապետյանի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացին հիմա ինչ փուլում եք, պարոն Վարդևանյան։ Գործընթացը մեկնարկել է, որոշակի, այսպես ասած, դետալներ կան, որոնք կարծում եմ կոռեկտ չէ, որ իմ կողմից ներկայացվի։ Ի վերջո դրանք իրենց բնույթով, ձևով գաղտնիության ռեժիմում են եւ կոռեկտ էլ չէ դրա մասին, որ ես խոսեմ, բայց ինչպես հայտարարել է Սամվելը Կարապետյան, այդ գործընթացը սկսել է։ Պարոն Կարապետյանի քաղաքացիության հարցի հետ կապված ձեր ուժին ոչ միայն իշխանությունն է թիրախավորում, այլ նաեւ նույն ընդդիմադիր դաշտից կան ձեր հասցեին քննադատություններ, օրինակ Միասնության թևերի հիմնադիր Արման Թաթոյանը, մարդու իրավունքների նախկին պաշտպան, ասում է, որ Սամվել Կարապետյանը չի կարող դառնալ Հայաստանի Հանրապետության վարչապետ, Հայաստանի սահմանադրությունը դա արգելում է։ Կուզեմ պարոն Թաթոյանի այս դիտարկմանը նաև անդրադառնաք։ Մենք դրա վերաբերյալ անկեղծ լինենք հատուկ կարիք չենք տեսնում նշված հենց հայտարարությանը արձագանքելու։ Մենք ինքներս ներկայացրել ենք ծրագրային դրույթ, դա կատարել ենք դեռևս փետրվար ամսին, ըստ որի մեր ուժի կողմից նախաձեռնվելու է ազգային ժողովի ձևաչափով սահմանադրության փոփոխություն, որը ուղղված չէ պարզապես Սամվել Կարապետյանի վարչապետի ընտրության կառուցակարգին, այլ վերաբերելու է Սփյուռքի մեր հայրենակիցներին։ Իդեպ հետաքրքիր հանգամանք նշեմ 2018 թվականին, այնուհետև 20 թվականին հենց օրվա իշխանություններն էին խոսում, որ Սահմանության 148-րդ հոդվածը դա մի տեխնիկական, աբսուրդային, անհասկանալի ձևակերպում պարունակող հոդված է, որով սահմանափակվել է Սփյուռքի հնարավոր մասնակցությունը պետական կառավարմանը։ Իշխանությունն ասում է, եթե այդպես լինի, ազգային ժողովով սահմանադրության այս կամ այն կետը փոխելը դառնա նորմ, դա այդպես կանեն հաջորդիվ բոլոր իշխանությունները։ Այսինքն որ որ կետը դուր չի գա, կգնան ազգային ժողովով կփոխեն։ Բա դա եղավ սահմանադրություն, պարոն Վարդևանյան։ Գիտեք, սահմանադրությունը հենց ինքը իր հերթին նախատեսել է, որ կան դրույթներ, որոնք իրենց ձևով, բովանդակությամբ տեխնիկական են։ Դրա համար դյուրին կարգով փոփոխման ենթակա, ոչ թե խրթին ճանապարհով։ Դրանցից մեկը 148-րդ հոդվածն է։ Այսինքն ինքը սահմանադիրը
ի սկզբանե ասել է այ օրինակ 148-րդ հոդվածը, որը կառավարության անդամին ներկայացվող պահանջներն է շարադրում, կարող է փոփոխվել պարզ մեխանիզմով ազգային ժողովի կողմից։ Հետևաբար այդ քննադատությունը կներեք, բայց կյանքի իրավունք չունի, որովհետև այդ հարցը ի սկզբանե է լուծվել սահմանադրությամբ, բայց կան հարցեր, որոնք այո, միայն հանրաքվեով կարող են փոփոխվել։ Այսինքն այդ դեպքում այո, սահմանադրական բարեփոխումների մասշտաբային գործընթաց է ենթադրում, բայց այս հոդվածի փոփոխությունը, կրկին եմ ասում, սա մի քանի օրվա կամ ժամվա նույնիսկ քննարկման ենթակա հարց է։ Հիմա այն մասին, թե ինչու է հակակոռուպցիոն կոմիտեն շաբաթը 1 ձեր ուժի վերաբերյալ ձայնագրություններ տարածում, ես օրերս լսում էի փաստաբան Արսեն Բաբայանին, վերջինս ասում էր, որ հակակոռուպցիոն կոմիտեն նախ իրավունք չունի ձայնագրություն տարածելու մեջ նշել անուն, կոնկրետ կուսակցության անուն տալ, դա կուսակցության թիրախավորում է նշանակում, եւ փաստաբանն ասում էր, նշանակում է մեր երկրում հակակոռուպցիոն կոմիտեն պարզապես քաղաքական իշխանությանը նյութ է մատակարարում քարոզարշավի ընթացքում։ Համամիտ եք այս տեսակետի հետ, թե ոչ։ Եկեք հետևյալ կերպ արձագանքենք։ Այն, որ հակակոռուպցիոն կոմիտեն իսկապես որևէ կերպ իրավունք եւ լիազորություն չունի կոնկրետ կուսակցության անվանման շահարկման մասով։ Դա ակնհայտ է։ Ավելին, ուժեղ Հայաստան կուսակցությունը կամ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը որևէ առնչություն չունի այդ ձայնագրությունների հետ։ Որևէ կերպ։ Ես սա հստակ եմ հայտարարում։ Բա ինչ ձայնագրություններ են դրանք, պարոն Վարդևանյան։ Պատկերացրեք, դրանց մի ստվար զանգվածը կենցաղային բնույթի խոսակցություններ են։ Կենցաղային բնույթի։ Գիտեք, ես շատ կցանկանայի, բայց մյուս կողմից էլ երևի այդքան էլ չէ, որ նույն քաղաքացիական պայմանագիր կուսակցության համակիրների, անդամների միջև խոսակցությունները եւս հրապարակվեին։ Դրանք կան, վստահ եղեք, դրանք գոյություն ունեն։ Ինչ վիճակում կլինի Նիկոլ Փաշինյանը, որ դրանք հրապարակվեն։ Գիտեք, դժվար է դա կանխատեսել, բայց երևույթը ինքնին առավել քան պատկերավոր է լինելու։ Նայեք, ձայնագրությունները պետք է հրապարակվեն նախաքննության շահերի տրամաբանությունը հաշվի առնելով։ Հիմա մի կողմից հայտարարում են, որ շատ կարևոր բացահայտում են արել, եւ մյուս կողմից բացահայտման ամենասկզբնական փուլում ձայնագրությունը հանրայնացնում են։ Եղել են դեպքեր, որ հարցաքննությունը դեռ չմեկնարկած արդեն ձայնագրությունը հրապարակված է եղել։ Դա նշանակում է, որ ինչ է անում հակակոռուպցիոն կոմիտեն։ Թույլ է տալիս պայմանական X կամ Y վկային իր վարքագիծը հարմարեցնել այդ ձայնագրությանը ի վնաս քննությանը։ Այստեղ շատ կարևոր դետալ եմ ուզում նշել։ Այսինքն հակակոռուպցիոն կոմիտեն ինչ է անում։ Քաղաքական պատվեր է կատարում, ինչ է անում։ Քաղաքական ոչ թե դասական իմաստով պատվեր, այլ սնուցում է օրվա իշխանության քաղաքական օրակարգը, որովհետև հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրությունների հրապարակումից անմիջապես հետո դրանք տարածվում են քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածուների կողմից։ Հիմա ես մեկ այլ հարց էլ տամ։ ՔՊ ցուցակում ընդգրկված կրկին պաշտոնատար անձ, օրինակ հայտարարություն է տարածվում, որ վերջինս տեսախցիկ է նվիրել մեկ այլ անձ։ Բարեգործության արգելքի խախտման հնարավոր մեկնաբանությունը, ինչպես օրինակ տեղի էր ունեցել մեկ այլ դեպքում, երբ ուժեղ Հայաստան անունն էր շահարկվում կրկին։ Բայց դեպքում ինչի ձայնագրություն չի հրապարակվում, բայց դեպքում ինչի քրեական վարույթ չի հարուցվում։ Իդեպ վերջերս դպրոցի, ուսուցիչների, աշակերտների գործողությունների վերաբերյալ ձայնագրություն հանրայնացվեց, որտեղ ուղիղ ասվում է հանրային հավաքին հարկադրաբար թեկուզ մասնակցելու մասին։ Բա ուր է քրեական վարույթը այդ դեպքով։ Ինչի դրանից բխող այլ ձայնագրություններ չեն հանրայնացվում։ Ես դրա համար եմ ասում, վստահ եղեք, կան ձայնագրություններ նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամների մասնակցության, պարզապես դրանք սելեկտիվ արդարադատության պայմաններում չեն հանրայնացվում։ Ավելին, պարզ է, չէ, որ այս ժամանակահատվածում հակակոռուպցիոն կոմիտեն բազմաթիվ քրեական վարույթներ է, չէ, հարուցում եւ քննում։ Օրինակ, հարյուրավոր ուժեղ Հայաստան կուսակցության հարյուրավոր անդամներ ձերբակալվել են Մեծավանում, երբ ուժեղ Հայաստան կուսակցության անդամներն անում էին իրենց քարոզարշավը, դիմացի հատվածում էլ Սուրեն Պապիկյանն էր իր քարոզարշավը անում, դրանից հետո քարոզարշավը խոչընդոտելու մեղադրանքով ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներ ձերբակալվեցին։ Իրավիճակի դեպքում ձերբակալումներ չէին լինելու։ Հիմա ես հետևյալը ձևակերպեմ։
Արդյոք այդ դեպքով ընդհանրապես քրեական վարույթի առիթ կամ հիմք կար։ Չկար, իհարկե չկար։ Բայց սա քաղաքական հետապնդումների ռեպրեսիվ արդարադատության իրականացման ձևերն են։ Իդեպ դրա համար մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք, որ Հայաստանում, ուժեղ Հայաստանում, իրավունքը պետք է գերակայի բոլոր դեպքերում, իսկ քաղաքական հետապնդումների էջը պետք է թողնվի անցյալում։ Իրավապահ մարմինների անկախության մակարդակը այնքան պետք է բարձր լինի, որ երբեք նույնիսկ ցանկության դեպքում էլ հնարավոր չլինի իրավապահ մարմինների ներքաշել քաղաքական իրադարձությունների մեջ։ Հիմա պատկերացրեք, օրինակ, այս ընթացքում ինչ որ մի փոխնախարար կամ ինչ որ մի նման պաշտոնատար անձի վերաբերյալ քրեական վարույթ նախաձեռնված լինի։ Կարող է նախաձեռնվել, բայց դուք դրա ոչ հայտարարությունը կլսեք, ոչ դրա շրջանակներում արկա ձայնագրություն կլսեք եւ այլ եւ այլ։ Իդեպ, որ ԿՊԱ-ականների իրավական ընթացակարգերը խախտող արարքները իրավապահների ուշադրության կենտրոնում չեն հայտնվում։ Դրա մեղավոր ինչ-որ տեղ նաև ընդդիմադիրները չեն, ինչու են լռում, ինչու չեն այդ մասին շատ աղմկում։ Օրինակ, տեսեք, այսօր Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ ասում է, որ սատկացնելու է Ռոբերտ Քոչարյանին։ Արմատ մեդիան դատախազությունից հետաքրքրվում է, որևէ բան նախաձեռնելու եք Նիկոլ Փաշինյանի այս ասածների հետևանքով, վերջո ատելության խոսք է մարդու կողմից հնչում, ասում են ոչ։ Հիմա այստեղ ընդդիմությունը մեղավոր չէ։ Կարող եմ հետևյալը ասել, ես չգիտեմ, թե ընդդիմադիր գործիչներից ինչպիսի վարքագիծ է դրսևորվում նման հայտարարությունների առնչությամբ, կարող եմ ասել հետևյալը, ընդհանրապես ատելության խոսքի հետ կապված ցանկացած հրապարակումները, հրապարակային խոսքը մեր կողմից կոնկրետ հաշվառվում է, արձանագրվում է եւ դրա վերաբերյալ իրավական ընթացքը տրվելու է։ Դրանում վստահ եղեք, իրավապահ մարմինները արդյոք ունեն այդպիսի անկախության հնարավորություն դրանց պատշաճ իրավական գնահատական տալու։ Հիմա կներեք նույն իրավապահ մարմիններ, մեկ այլ եվրոպական երկրում, երբ կատարել էր անձը մի այնպիսի արարք, որի համար միայն վարչական պատասխանատվության սպառնալիք կա։ Միայն վարչական պատասխանատվության, պաստառի հետ կապված պատմություն։ Անձին քրեադատավարական ընթացակարգով ձերբակալում են, այնուհետև անձը ինքնասպան է լինում պետության հոգացության ներքո գտնվելու ընթացքում, իսկ ձերբակալված լինելու կարգավիճակում։ Դուք պատկերացնում եք սա ինչ դեպք է, բայց որևէ մեկին պատասխանատվության չեն ենթարկել, որևէ մեկի նկատմամբ քրեական վարույթ չեն նախաձեռնել ապօրինի կերպով անձին ձերբակալելու, ապօրինի քրեական վարույթ հարուցելու հատկանիշներով։ Նման քրեական վարույթ չկա, ձայնագրություններ չկան։ Հետևաբար այս ամենը կներեք, բայց իրավական process չէ։ Իսկ այդ ձայնագրությունների բովանդակությունների հետ կապված է դրանց ստվար զանգվածը մոնտաժված ձայնագրություն։ Որպեսզի դուք ձեր ասած երկրում ապրեք, որտեղ կլինեն զուտ իրավական process-ներ նման դեպքերում, պարոն Վարդևանյան, ձեր ուժին պետք է, որպեսզի կարողանաք վերցնել իշխանություն։ Այն քաղաքական վերադասավորումները, որոնք հիմա կան, եւ այն հաշվարկները, որոնք կան, թույլ են տալիս ձեզ պնդելու, որ դուք կարողանալ եք վերցնել իշխանություն։ Կարող եմ ձեզ ասել, որ ուժեղ Հայաստանը ցկտում է, գնում է եւ վստահ է հաղթանակի մեջ։ Այդ հաղթանակը ասվածը միանձնյա 50+1 տանել է նշանակում։ Այո։ Դուք անգամ չեք էլ դիտարկում խորհրդարանում ընդդիմադիր падգամավոր աշխատելու սցենարը, պարոն Վարդևանյան։ Կարող եմ հետեւյալը ասել, որ ուժեղ Հայաստանը իր արժև դրված ծրագրային խնդիրներից, իր թե այսպես ասած սոցիոլոգիական հարցումներից ստացվող պատկերից եւ թե մեր հանրության հետ շփումներից թույլ է տալիս հետեւյալ պնդումը ներկայացնելու։ Մենք գնում ենք հաղթանակի։ Գետնի վրա իրողությունները ձեզ թույլ են տալիս նման պնդում անել անգամ այն դեպքում, երբ տեսնում եք, որ Նիկոլ Փաշինյանը ինչպես է օգտագործում եւ պետական բյուջեն եւ վարչական ռեսուրսը։ Եվ նաեւ տեսնում ենք, որ հանրության արձագանքը դրան նաեւ հենց այնպիսինն է, որ ուզում են փոփոխություններ։ Ճիշտ նայենք հարցին։ Նույն հանրությունն է, որը 2018 թվականին Նիկոլ Փաշինյանին հավատացել իբրև վերջինս մեկ անձի կողմից 10 տարուց ավելի պաշտոնավարելուն մարտնչում է, պայքարում է դրա դեմ։ Եթե ձեզ թվում է մեր հանրությունը չի նկատել, որ հիմա ստացվում է այդ նույն անձը հանրությունից խնդրում է 13 տարի պաշտոնավարելու հնարավորություն։ Դուք սխալվում եք, հանրությունը ամեն ինչ տեսնում է, ամեն ինչ նկատում է։
կա կարծիք, որ ուժեղ Հայաստանին շատ ավելի հեշտությամբ կտրվեր 50+1-ը, եթե քաղաքական խաղից դուրս գար երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Դժվարանում եմ այդ հարցը։ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը ընտրական process-ին Սամվել Կարապետյանին խանգարում է, թե օգնում է։ Ես կարծում եմ այլ ուժի վարքագիծը քաղաքական որոշումները եւ գործողությունները ընդհանրապես վերաբերելի չեն ուժեղ Հայաստանին եւ ոչ էլ կարող են վերաբերելի լինել։ Ուժեղ Հայաստան գնում է հաղթանակի, անկախ նրանից թե ընդդիմադիր, թե իշխանական, ինչպիսի վերադասավորումներ կան կամ ինչպիսի հայտեր կան, անկախ անձերից, անկախ միավորներից, անկախ ուժերից։ Բոլորը կարող են ներկայացնել իրենց ծրագրերը, իրենց օրակարգերը։ Որոշողը իհարկե իշխանությունը կրողներն են։ Դա ժողովուրդն է, մեր հանրությունն է։ Այլ հարց, որ իհարկե իշխանությունը պատկանելով ժողովրդին, այդ որոշումը կայացնելու համար պետք է լինեն ողջամիտ պայմաններ, չպետք է լինի ատելության խոսք, չպետք է լինի վարչական ռեսուրսի չարաշահում։ Այս բոլորը ինչը թվարկեցի օրվա իշխանությունները իրականացնում են, բայց նաև հենց դա էլ վստահ ենք, որ հանրությունը գնահատելու է եւ իր գնահատականը տալու է։ Պարոն Վարդևանյան, ես ուզում եմ դուք իմ հարցին մի փոքր այլ կոնտեքստում պատասխանեք։ Տեսեք, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 26 թվականի ընտրապայքարին իր թիմով չմասնակցեց, նա դուրս եկավ խաղից։ Հարցը հետեւյալն է, եթե նույնը աներ Ռոբերտ Քոչարյանը, արդյոք ձեզ համար ավելի հեշտ չէր լինելու ընդդիմադիր հատվածի ձայները տանել դեպի ձեզ։ Տեսեք, դուք ակնկալում եք, որ ես բոլոր դեպքերում, օրինակ, երրորդ նախագահի կամ երկրորդ նախագահի կողմից կամ իրենց ուժերի կողմից կայացված որոշումներին գնահատական տամ։ Այն պարագայում, երբ դրա ոչ ողջամիտ կապը կա, ոչ վերաբերելիությունը կա, ոչ էլ անհրաժեշտությունը, եկեք անկեղծ լինենք։ Ուժեղ Հայաստանի դիրքորոշումը հետևյալն է։ Իհարկե, Հայաստանի Հանրապետությանը պետք են փոփոխություններ։ Եվ այդ փոփոխությունը կարող է անել հենց ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը։ Մենք չենք դիտարկում այլ ուժերի ծրագրերը, մոտեցումները։ Այն, որ մենք խոսում ենք 300,000 աշխատատեղերի մասին, այն, որ մենք խոսում ենք ծայրահեղ աղքատությունը վերացնելու մասին, այն, որ մենք խոսում ենք դեմոգրաֆիական այս խայտառակ ողբերգական վիճակի, որը ազգային անվտանգությանը սպառնալիքի աստիճանի է, դրանում իրավիճակ փոխելու, բեկում մտցնելու մասին, այդ թվում դրա հետ կապված հիմնադրամ ստեղծելու, յուրաքանչյուր ընտանիքին, որտեղ 5-րդ երեխա կծնվի, բնակարանի արտոնություն տրամադրելու, ընդհանրապես բնակարան նվիրելու մասին այդ հիմնադրամի ձևաչափով։ Սրանք բոլորը ծրագրեր են, որը ներկայացնում է ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը։ Ինչ որ իմաստով, ոչ թե դասական քաղաքական մոտեցումով նայելով հարցերին, այլ իրականում օրհասական տրամաբանությամբ։ Հա, բայց պարոն Վարդևանյան, դուք մի թիմի հետ եք պայքարում, որը այս ազգի գլխին ինչ ասես արել է եւ մարսել է։ Այ ոչ դասական քաղաքական պայքար է սա։ Արցախը հանձնել մնացել է, Հայաստանի տարածքների կորուստ կա մնացել է, հետեւապես երբ ասում եք ձեր ծրագրերը գնում եք կյանքի կոչելու, շատ լավ բան եք ասում, բայց արդյոք Նիկոլ Փաշինյանը ձեզ տալու է իշխանություն, որ գնաք ձեր ծրագրերը կյանքի կոչելու։ Ժողովուրդն է որոշումը կայացնելու։ Այո, հենց նույն այս ժամանակահատվածում է դրական գործընթացի տեսանկյունից մենք ունենք ակնհայտ անհավասար մրցակցային պայմաններ։ Ես կարող եմ նույնիսկ կռահել ձեր հաջորդող հարցը։ Ի վերջո Սամվել Կարապետյանը մինչ օրս տնային կալանքի պայմաններում է 10 ամսից ավելի, առանց որևէ իրավական հիմքի, բացառապես քաղաքական հետապնդման եւ քաղաքական վախերի հետևանքով, իսկ օրինակ Նիկոլ Փաշինյանը ունի բոլոր հնարավորությունները նախընտրական քարոզչություն իրականացնելու։ Իսկ Սամվել Կարապետյանը տնային կալանքի պայմաններում։ Սա արդյոք ողջամիտ է, սա արդյոք նորմալ ընտրական գործընթացի մասին է խոսում, ոչ։ Բայց մյուս կողմից ժողովուրդը այս ամենը նկատում է, մեր համոզմունքը դա է։ Եվ ինչպես նշել է, կրկին ուզում եմ հատուկ ընդգծել նաև հենց Սամվել Կարապետյանը, մենք գնում ենք հաղթանակի։ Եվ ժողովրդի հետ կապված մի վերջին հարց։ Ժողովուրդը հավատաց ձեզ եւ իր քվեն տվեց Հայաստան դաշինքին, որպեսզի Արեն Վարդևանյանը ազգային ժողովում հայտնվի։ Բայց դուք ճանապարհի կեսից թողեցիք ազգային ժողովը, պարոն Վարդևանյան, հետեւապես ժողովրդին տալիս եք երաշխիք, որ այս անգամ ճանապարհի կեսից իրենց քվեն չեք թողնելու եւ հեռանաք։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս, կարծում եմ այդ մասով էլ ժողովուրդը եւ հանրությունը իր գնահատականը կտա, արդյոք ես կիսատ եմ թողել, թե ոչ։ Շատ անկեղծ կպատասխանեմ։
պատասխանեմ, առիթներ եղել են նաև դրա վերաբերյալ արձագանք ստվել է։ 2022 թվականին, երբ դիմադրության շարժումը մեկնարկեց, կարծում եմ մեր հանրության շատ ներկայացուցիչներ այն համոզմունքը չունեին, թե իրավաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը արդյոք այդ աստիճան ակտիվ ներգրավվելու է դիմադրության շարժմանը։ Եվ ես ակտիվ ներգրավվեցի ուժերից ներածին չափով, ամբողջ ներուժով։ Եվ այնպես ստացվեց, որ մենք չհաջողեցինք։ Իդեպ այդ ժամանակ հենց նաև կար տագնապի զգացումը, թե ինչ է հնարավոր, որ տեղի ունենա Արցախի հետ։ Այդ տագնապը կար, եւ դրա մասին էր նաև հենց դիմադրության շարժումը։ Դիմադրության շարժման արդյունքը, պարտությունը, ես նաև համարել եմ իմ անձնական պարտությունը։ Հենց իդեպ այդպես էլ համարել եմ։ Անձնական պարտությունս համարելով գտել եմ, որ ես դրա պատասխանատվություն էլ պետք է կրեմ։ Այդ թվում հենց հրաժարական տալով։ Որովհետև նույն այդ ժամանակահատվածում ես կանխատեսում էի, դա դժվար չէր, որ իրավական տիրույթում անելիքներ շատ են լինելու։ Եվ հիմա հարց է առաջանում, որը ավելի ճիշտ կլիներ նույն հանրության իմ նկատմամբ վերաբերմունքի տեսանկյունից, որ ես այդ որոշումը կայացնեի, թե ոչ։ Ես այո այդ որոշումն էի կայացրել, իմ որոշումն է եղել։ Գտնում եմ, որ եթե ժամանակը իմա հետ տալու հնարավորություն ունենայի, նույն որոշումն էի կայացնել։ Արդյոք հանրությունը դա գնահատում է որպես ճանապարհը կիսատ թողնել, թե պատասխանատվություն կրել։ Կարծում եմ ինքը հենց հանրությունը գնահատականը կտա, ես չէ որ կարող եմ այդ կարծիքը հայտնել։ Արդյոք ինձ հեշտ էր կրկին ձևակերպումը, որը օգտագործեցիք պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյան, կրկին լինել այդ կարգավիճակում։ Հեշտ չէր։ Արդյոք ունեի նման ցանկություն։ Ինչու հեշտ չէր։ Անկեղծ եմ ասում, ես ինքս իմ մեջ այդ ցանկությունը կրկին քաղաքական ակտիվ պայքարի մեջ մտնելու որպես այդպեսին չեմ գնահատել նույնիսկ։ Այդ դեպքում ինչու հայտնվեցիք քաղաքական ակտիվ պայքարի մեջ։ Երկու կոմպոնենտ կա։ Մեկը այն տագնապը, որը հիմա էլ եմ զգում։ Տագնապը, անկեղծ։ Ես ծնվել եմ Երևանում, բնակվում եմ ամբողջ կյանքս Երևանում, ապրում եմ Հայաստանի Հանրապետությունում եւ անչափ շատ եմ սիրում մեր հայրենիքը, մեր Հայաստանը, մեր Երևանը, մեր բոլոր քաղաքները։ Ես հնարավորություն ունեցել եմ նույնիսկ կրթական ծրագրերի մասնակցելու Հայաստանի Հանրապետությունից դուրս, բայց իմ մեջ չեմ կարողացել հաղթահարել դա։ Ես իսկապես շատ եմ սիրում իմ հայրենիքը։ Եվ ես ունեմ տագնապի զգացում։ Եթե ես օրինակ հնարավորություն ունենայի սխալվելու Արցախի հարցում տագնապի մեջ, ես անչափ շատ կուզեի, որ սխալված լինի։ Որ օրինակ օրվա իշխանության ներկայացուցիչները այսպես մատով հստակ ցույց տային, ասեին, որ ես սխալվել եմ։ Բայց ես չեմ սխալվել։ Ցավով եմ ասում։ Կրկին թող լիներ իմ ամենամեծ սխալը, տապալվեի այդ սխալի մեջ։ Հիմա ես ունեմ այդ տագնապի զգացումը մեր հայրենիքի վերաբերյալ, որովհետև երբ մենք տեսնում ենք, թե ինչ հռետորաբանություն է գալիս Ադրբեջանից, որ իրենք պատկերացնում են, որ կարող են պահանջել Հայաստանում սահմանադրության փոփոխություն, ասել, որ մեքենաներով պետք է վերադառնան Հայաստան 100,000-ներով, սա տագնապի զգացում է առաջացնում։ Մեր պատկերացրած ուժեղ Հայաստանը հենց այդ խնդիրների հաղթահարման մասին է, իրական խաղաղության մասին է։ Երբ ստացա Սամվել Կարապետյանից առաջարկը, ես այդ կարելի ասել երկու հանգամանքների համակցության մեջ դիտարկեցի։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, զրուցակիցս այսօր Արամ Վարդևանյանն էր, կհանդիպենք վաղը։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։